Զվարթնոց օդակայանի ընդլայնման տարբերակ, հին մասնաշենքի պահպանման և արդյունավետ օգտագործման հաշվարկով։ Հեղինակ՝ ճարտարապետ Ժորժ Շեխլյան, Ֆրանսիա։ Զվարթնոց օդանավակայանի նախագծի հեղինակ։ Այսօր Զվարթնոց օդանավակայանը իրականացնում է միջազգային թռիչքներ այս 3 կամրջակներով և 5 շարժական կամրջակներով, միաժամանակ սպասարկելով ինքնաթիռների 5 կայանատեղիներով։ Կոնսեսիոները առաջարկում է 2013-17 թվականների մաստեր պլան Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված։ Այն ներկայացնում է. առաջին՝ քանդել գոյություն ունեցող կլոր օդանավակայանի արտաքին օղակը։ Երկրորդ՝ ընդլայնել մեկնողների դահլիճը դեպի արևելք մինչև 5000 քառակուսի։ Երրորդ՝ միաժամանակ սպասարկող օդանավերի կայանատեղիները 5-ից դարձնել մինչև 10։ Չորրորդ՝ շինարարություն իրականացնել 4 տարում։ Հինգերորդ՝ տարվա կտրվածքով ուղևորափոխադրումը հասցնել 4 միլիոնի։ Վեցերորդ՝ այս կետերի իրականացման համար ֆինանսական ծախսերը կկազմեն 101 միլիոն ամերիկյան դոլար։ Զվարթնոց օդանավակայանի կլոր համալիրի հեղինակ ճարտարապետ Ժորժ Շեխլյանը առաջարկում է. առաջին՝ չքանդել մշակութային արժեք ունեցող կլոր համալիրը։ Երկրորդ՝ զարգացնել գոյություն ունեցող նոր մեկնման դահլիճի առանցքը մինչև հատվելը կլոր համալիրի հարավ-արևելք և հյուսիս-արևելք առանցքի հետ։ Կոնսեսիոների առաջարկած 5000 քառակուսի փոխարեն ընդլայնել 26000 քառակուսի։ Երրորդ՝ միաժամանակ սպասարկող օդանավերի կայանատեղիները 10-ից դարձնել 15-ի։ Չորրորդ՝ շինարարություն իրականացնել 2 տարում։ Հինգերորդ՝ տարվա կտրվածքով ուղևորափոխադրումը հասցնել 4 միլիոնից 6 միլիոնի։ Վեցերորդ՝ բացի այդ ամենը, հեղինակն առաջարկում է օգտագործել կլոր մասնաշենքը ֆունկցիոնալ, որը բաժանված կլինի 4 հիմնական մասերից. առաջին՝ միջազգային ավիաուղիների համար, երկրորդ՝ տեղական ավիաուղիների համար, երրորդ՝ տրանզիտ ուղևորների համար և չորրորդ՝ հյուրանոցային զվարճանքների առևտրային համալիր։ Յոթերորդ՝ այս գաղափարի իրականացման համար ֆինանսական ծախսերը կկազմեն ընդամենը 10-ից 20 միլիոն ամերիկյան դոլար։ Ուղևորը քաղաքից ժամանում է օդանավակայան ավտոմեքենայով, ներս է մտնում օդանավակայան, ձևակերպում է ուղևորատոմսը և ուղեբեռը, որից հետո մտնում է սահմանապահների դահլիճը, որտեղ ստուգվում է նրա անձնագիրը, որից հետո ուղևորը հայտնվում է հատուկ ստուգման կետ, այնուհետև ուղևորին ուղեկցում են մեկնողների սպասասրահ։ Եթե ուղևորի կտրոնի վրա նշված է, որ ինքը պետք է թռչի 5-րդ մեկնման կետից, ապա ուղևորը շարժասանդուղքով կամ վերելակով աստիճանավանդակով 7 մետր 60 սանտիմետր նիշից իջնում է 4 մետր 50 սանտիմետր նիշը և նա հայտնվում է կլոր մասնաշենքի մեջ։ Այստեղ նա փնտրում է իր մեկնման թիվը և շարժական կամրջակով ներս է մտնում ինքնաթիռը։ Ժամանողը շարժական կամրջակով ներս է մտնում կլոր համալիրը 4 մետր 50 սանտիմետր նիշից իջնում է շարժասանդուղքով 1 մետր 50 սանտիմետր նիշը և հայտնվում է կախովի դահլիճում, որտեղից հատուկ հորիզոնական շարժասանդուղքով գնում է դեպի սահմանապահների դահլիճ, որտեղ ստուգվում է նրա անձնագիրը, որից հետո ուղևորը հայտնվում է ուղեբեռը ստանալու դահլիճում, վերցնում է իր ճամպրուկը և ուղևորվում դեպի դիմավորողների դահլիճը, որից հետո դուրս է գալիս դեպի ավտոմեքենա և ուղևորվում դեպի տուն։